Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նախաձեռնությամբ ու Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի ֆինանսավորմամբ Կապանում առաջին անգամ իրականացվում է վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագիրը։ Երկար տարիներ չկար, այս ծրագիրը առաջինն է եւ մի ծրագիր ունենք։ Ծրագրի իմաստը կայանում է նրանում, որ մենք մեր գործազուրկներին գոնե ժամանակավորապես զբաղեցնենք աշխատավարձ ստանան։ Աշխատավարձը օրավարձը օրական 5000 դրամ ներառած հարկերը։ Ծրագրի շրջանակներում Կապանի զբաղվածության կենտրոնում գրանցված աշխատանք փնտրող 6 հոգուց բաղկացած բրիգադը բարեկարգման աշխատանքներ է կատարում մանկական զբոսայգում։ Այս կերպ լուծվում է զբաղվածության կենտրոնում շուրջ 1600 գրանցվածներից ընդամենը 6 գործազուրկի զբաղվածության խնդիր, այն էլ ընդամենը 1 ամսով։ Չէ, դե հարցը լուծում որն է, այս ամիսը ոնց յոլա գնում, ինչ անենք։ Յոլա գնալու բան ասա, ինչ։ Սա բան չի, լսան կյանք չի, ապրես չի, ժողովուրդ ապրում է։ Պետք է մի բան անեմ, որ կարողանամ տունս պահեմ, կամ պետք է գողություն անեմ, որը իմ ձեռին չկա, չեմ կարող, կամ մի բան պետք է լինի, այդ դրա համար պետք է մտածեն մեր ղեկավարությունը, որ այ մի քիչ վերև է, մեզ տեղավորի աշխատանք, ես այսքանը կարամ ասեմ։ Օրվա հաց վաստակելու խնդրի առաջ կանգնած ու ընտանիք պահելու համար ցանկացած աշխատանք կատարելու պատրաստ այս մարդիկ նշում են, որ գրեթե բոլոր գործատունների մոտ հեռախոսահամարներ ունեն թողած, ամիսներով սպասելով այդպես էլ չհնչող հեռախոսազանգին։ Այս տարիքում գալիս ենք, մաքրում ենք, որ հացի փող անենք։ Այսօր տղա զինվորա գալիս է, ես չեմ աշխատում, չգիտեմ ո՞ս պետք է դիմավորեմ։ Ծրագիրը մենակ դրանով է օգնել, բայց որ աշխատանք լինի, տղուս չեմ ուղարկել Ռուսաստան, կմնա մեր համար կաշխատի, Ղափանի համար կաշխատի, ոչ թե կգնա ուրիշ երկիր, ու իրանք էլ չեն ասի արտագաղթ կա։ Սակայն ամենավատն այն է, որ 10-15 օրից կավարտվի նաև այս ծրագիրը, եւ ծրագրի մասնակիցներն էլ նորից կհամալրեն օրեցօր աճող գործազուրկ իրենց բախտակիցների շարքերը։ Էլի գնալու ենք տունը նստենք, սպասենք երբ կլինի ծրագիր, որտեղ Ղափանում աշխատանք մենք չեն գտնում։ Երբ կլինի աշխատանք, որ գնանք աշխատենք։ Ես կուզենամ, որ բոլորը հիմնական աշխատանք ունենան, որ մեր մոտ գրանցված շուրջ 1600 գործազուրկներից ոչ մեկը չլինի, բոլորը հիմնական աշխատանք ունեն, բայց ցավոք տարեց տարի քանակը ավելանում է գործազուրկների, այդ մեծ հիմնարկները կազմակերպությունները կրճատումներ են անում, նոր մարդ չեն ընդունում, նոր աշխատատեղ չի բացում, նոր գործարան չի բացում, եղածներն այդ կամաց մարում են, շինարարություն չի ընթանում։ Այդ առումով ուրեմն այս փոքր ծրագրերը, որ գոնե մարդու զբաղված են 1-2 տարվա մեջ գոնե 6 ամիս զբաղված են եւ ինչ որ չափով գումար է վաստակում, օգնություն է դա, բայց դա հարցի լուծում չէ։ Օրեցօր աճող գործազրկության պայմաններում նման ծրագրերն իհարկե խնդրի լուծում չեն, բայց գոնե որոշակի քայլեր են միտված խնդրի մեղմացմանը։ Գայանե Բալայան, Մհեր Էլիազյան, Սյունիք Օնլայն։